գեղեցիկ ծավ, էթումո նոմերը, վստահ ես։ Սկսեցինք։ Բարի լույս ձեզ, սիրելիներս։ Այսօր գիտենք, չէ՞ ինչ օր է։ Կանանց միջազգային տոնը։ Գեղեցկության, սրբության, չէ՞, մենք ասում ենք սրբության, որտեղ մենք Տերը մեզ սրբացրել է։ Փառք Տիրոջը դրա համար, շնորհավորում եմ բոլոր կանանց, բոլոր աղջիկներին, մեր ապագա կանանց։ Մարտի 8-ը թող որ այս պայծառ օրվա նման լինի բոլորիս կյանքը միջև Տեր Հիսուս Քրիստոսի գալը, որը որ շատ շուտ է, բան չի մնացել։ Փառք Աստծուն դրա համար, ես փառաբանությունը հանձնում եմ մեր Թադե եղբորը։ Փառք Հիսուսին։ Աղոթենք միասին, Տեր, շնորհակալ ենք այսօրվա համար, Տեր Հիսուս։ Շնորհակալ եմ, որ դարձյալ մեր ոտքեր ուղղել ես քո տունը, Տեր։ Շնորհակալ եմ, որ նախքան որ մենք գայինք, դու եկել ես քո եկեղեցից զինավորել ես, Տեր ջան։ Եվ շնորհակալ եմ, որ ես շնորհքը տվել ես, որ կարողանանք դարձյալ այսօր գանք եւ քեզի պաշտենք եւ երկրպագենք։ Եվ քեզ փառք տանք, Հիսուս ջան։ Հալելույա։ Հիսուսի անունով ամեն։ Փառք տանք գոհունակ սրտով, փառք տանք Աստծո համար, փառք տանք իր որդու համար Հիսուս Քրիստոսի, փառք տանք գոհունակ սրտով, փառք տանք Աստծո համար, փառք տանք իր որդու համար Հիսուս Քրիստոսի։ Եվ հիմա տկարներն են զորացած, ընկածներն են բարձրացած, Տերոջ շնորհքն է կատարված մեզ վրա։ Եվ հիմա տկարներն են զորացած, ընկածներն են բարձրացած, Տերոջ շնորհքն է կատարված մեզ վրա։ Փառք տանք, կարող ենք մեր ձեռքերը բարձրացնենք, մեր աչքերը կողպենք եւ փառք տանք։ Հալելույա։ Փառք տանք մեր ամեն ինչերի համար, որ Տեր Հիսուս տվել է մեզի։ Ասա, հալելույա, հալելույա։ Փառք քո բժշկության համար, Տեր։ Հալելույա։ Փառք, 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 ասա։ Հիշի եւ այն ինչ, որ Աստված քեզի տվել է իր համար, փառք դուր։ Փառք քեզ, Տեր։ Հալելույա։ Փառք քեզ, առողջություն։ Փառք դուր Հիսուսին։ Հալելույա։ Փառք քեզ, փառք, փառք, փառք։ Փառք տանք գոհունակ սրտով, փառք տանք Աստծո համար, փառք տանք իր որդու համար Հիսուս Քրիստոսի, փառք դուր, փառք տանք գոհունակ սրտով, փառք տանք Աստծո համար, փառք տանք իր որդու համար Հիսուս Քրիստոսի։ Եվ հիմա
Տկարներն են զորացած Հիսուսի անունի մեջ Անգացներն են բարձրացած Տերոջ շնորհքն է կատարված մեզ վրա Եվ հիմա տկարներն են զորացած Անգացներն են բարձրացած Տերոջ շնորհքն է կատարված մեզ վրա Amen, amen. Hallelujah, hallelujah. Փառք ես Հիսուս ջան։ Եվ ասենք որ Տեր մտել ենք քո սրբությանը սրբոցը։ Amen. Hallelujah. Մտել ենք սրբությանը սրբոցը Մտել ենք քո գարան արյունով Եկել եմ ստանալու օգուտ բոցը Եկել եմ լեցվելու քո փառքով Նորից ասենք մտել եմ Մտել եմ սրբությանը սրբոցը Մտել եմ քո գարան արյունով Եկել եմ ստանալու օգուտ բոցը Եկել եմ լեցվելու քո փառքով Հայր սիրում եմ քեզ Պաշտում եմ քեզ Հայր սիրում եմ քեզ Պաշտում եմ քեզ Քո անունը սուրբ է Ձերքդ բարձրացրու Սուրբ է Մի ամանչի ասա Քո անունը սուրբ է Սուրբ է Ստե քո անունը սուրբ է Սուրբ է Ստե քո անունը սուրբ է Սուրբ է Սուրբ է Ստե դարձել եմ ուխտի կապանակը Զոհված քո որդու արյունով Պանդուխտ էի դարձել եմ զավակը Սրբացել, զորացել քո սիրով Դարձել եմ ուխտի Ասա, հալելույա, հալելույա Զոհված քո գարան արյունով Պանդուխտ էի դարձել եմ զավակը Սրբացել, զորացել քո սիրով Եկեղեցին ասի Հայր սիրում բարձր եմ քեզ Պաշտում եմ քեզ Պաշտիր, ասա Հայր սիրում եմ քեզ Ես Պաշտում եմ քեզ Քո անունը սուրբ է Սուրբ է Ստե Քո անունը սուրբ է Սուրբ է Ստե քո անունը սուրբ է Սուրբ է Ստե ասա Քո անունը սուրբ է Սուրբ է Ստե Ումի անունն է սուրբ
Հիսուսի բարձր ասա։ Ամեն, հալելույա, հալելույա։ Հիսուսի անունը սուրբ է։ Ամեն։ Տամար էլ որ իր անունը սուրբ է, ծափ ենք տալի և ասում ենք La 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 Hey La 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 Shalom բարեկամներ Իրոջ մոտ շալոմ Shalom ասում արդիկ Shalom, shalom Հոգուր ախության և քաղցր ժպիտով Եկեք միմյանց այնենք Shalom, shalom Հոգուր ախության և քաղցր ժպիտով Եկեք միմյանց այնենք Shalom, shalom Միասին ասենք La 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 Hey La 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 Սուրբ ձեռքեր բարձրացնենք Հոգով և հավատքով Փոթորիկների մեջ Shalom, shalom Ամեն ազգերը կան Ցնծության երկերով Երկիրը պայելի Shalom, shalom Ամեն Ամեն ազգերը կան Ցնծության երկերով Երկիրը պայելի Shalom, shalom Միասին La 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 Hey la 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 Shalom բարեկամներ Տիրոջ մոտ շալոմ Shalom ասում արդիկ Shalom, shalom Հոգուր ախության և քաղցր ժպիտով Եկենք միմյանց այնենք Shalom, shalom Հոգուր ախության և քաղցր ժպիտով Եկենք միմյանց այնենք Shalom, shalom Ասա La 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 Hey la 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 Սուրբ ձեռքեր բարձրացնենք Հոգով և հավատքով Փոթորիկների մեջ Shalom, shalom Ամեն ազգերը կան Ցնծության երկերով Երկիրը վայելի Shalom, shalom Ամեն ազգերը կան Ցնծության երկերով Երկիրը վայելի Shalom Հիմա դուք եք ասում La 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 Եկեղեցի ասա La 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 Hey La 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 Come here La 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 Hey La 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 Amen, 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 amen Մի հատ էլ պարսկերեն եկենք միասին Նրանք որ կարող են եկեն, նրանք որ չեն կարող ծաղկեն
مقدسین ای قوم خدا ای که به یک دل با هم ساکنین خوشی من فقط شما هستی شما برادران من هستی کیست امید من تاج فخر من فقط تو هستی برادر من جلال و خوشی من تو هستی ای خواهر من کیست امید من تاج فخر من فقط تو هستی برادر من جلال و خوشی من تو هستی فقط تو هستی ای خواهر من فدیه جان تو گران بهاست تو هم از اون یاد راستی هستی جزء سنگ‌های بدن مسیح مورد اکرام و محبت هستی ایما کیست امید من تاج فخر من فقط تو هستی برادر من جلال و خوشی من تو هستی ای خواهر من زافر گارنگ زاپ Come la senge آراجوز ای مقدسین ای قوم خدا ای که به یک دل با هم ساکنین خوشی من فقط شما هستی شما برادران من هستید کیست امید من تاج فخر من فقط تو هستی برادر من جلال و خوشی من تو هستی فقط تو هستی ای خواهر من فقط تو هستی ای خواهر من فقط تو هستی ای خواهر من آمین 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 پارکی سوسین شاد سیرون یرکا اوکی بعد یرکه لوننگ میاسین یرکنگ آیو ارچی یرکه երկրում ու չգիտեն թե ինչու են ապրում մարդիկ ծնվում են մեղավոր երկրում ու չգիտեն թե ինչու են ապրում ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսի ես պիտի երգեմ ասա ես պիտի Հիսուսի ով հավատա նա կփրկվի ով որ հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով որ հավատա նա կփրկվի Հիսուս ասված է եւ ասովորտին Սերոպեների սուրսուկն պարած երկիր ու արտեց Որտին որ կյանքի կոչի Հեչ մարդկանց մերած Ես պիտի ասա Ես պիտի ցույց տամ Ճամփան Հիսուս Ես պիտի ասա Ես պիտի երգեմ Սեր Հիսուսի ով
հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի մարդիկ ճանաչեք ձեր ստեղծողին որ փառաբան է Հիսուս Քրիստոսին մարդիկ ճանաչեք ձեր ստեղծողին որ փառաբան եք ասա ես պիտի ցույց տամ ես պիտի ցույց տամ ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսի ես պիտի երթեմ ես պիտի երթեմ ես պիտի երթեմ սերը Հիսուսի ով հավատա նա կփրկվի ով որ հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով որ հավատա նա կփրկվի Կարող ենք ծափերով շարունակենք Հավատա նա կփրկվի ով որ հավատա նա կփրկվի Հիմա դուք ասեք ով հավատա նա կփրկվի ով որ հավատա նա կփրկվի ասա ով հավատա նա կփրկվի ով որ հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով որ հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով որ հավատա նա կփրկվի Ամեն Համեցեք խնդրում Աստված օրհնի ձեզի Գիտեք Աստված այս խաչը որ տեսնում եք այս խաչը Հիսուսի սիրո նշանն է Ինքը եկավ այն սերը որ մարդիկ կորցրել էին Աստծուց դեպի մարդ Հիսուսը այդ բերեց երկրի վրա եւ այս տարածությունը մեկս մեկին սիրենք մեկս մեկին գրկենք մեկս մեկին գնահատենք այ էդիա Աստծո սերը ու այդ սերը ես արդեն նկատում եմ ամեն մեկից ներսում որտեվ ինչքան մենք օգտագործում ենք այդ սերը այդքան ավելի շատանում է այդքան ավելի զորանում է այդքան ավելի բարձրանում է մեր ներսում Տիրոջ ճանաչելիությունը եւ սերը մեկս մեկի նկատմամբ հիմա եղբայր Արան Թողաղոթի երեխաների համար հետո խոսքը կտրամադրենք մեր սիրելի Հարմիկ եղբոր Բարև ձեզ ժողովուրդ ջան, ինչպես եք, լավ եք, շատ լավ վկայություն էր, հաղթական, այսօր ինչպես որ գիտեք, ժամը մեկ ժամ առաջ են գցե, միգուցե ժողովուրդը մեկ քիչ առաջ շփոթված վիճակի մեջ են, դրա համար էլ բավականի չեն մասնակցե, բայց վստահ ենք որ գալու են, որտեղ Տերոջ եկեղեցին է, սպասում է ժողովրդին։ Ամեն։ Հայտարարություն կար, այդ հայտարարություններից հետո կանցնենք մեր ժողովի առօրյա ծրագրին, մեկ էս որ շնորհավորի կանաստոն։ Բոլորիդ համար մեր արկելի քույրերը, ինչպես որ երգի մեջ էր երգանք, դուք իմ թագն ու պսակն եք։ Երգերի մեջ էլ ես նույն ենք ասում։ Առաջինը երկրորդ հայտարարությունն էս որ այս ամսի 25-ին կուզեք նորեն պաշտամունքի երեկո ունենանք։ Շատ տկար էր։ Կուզեք։ Բրավո։ Ուրեմն
այսօրվանից, թե եկեղեցում, թե ձեր անձնական աղոթների մեջ աղոթում ենք ամսի 25-ի համար։ Տերն այստեղ պետք է մեծ գործեր կատարի։ Միապան աղոթք ենք բարձրացնում, Տերոջ հրավիրում ենք, կատարի այն ինչ որ մեզ համար անկարելի է, բայց իր համար հնարավոր է։ Ամեն։ Այսօր իհարկե խոսքը ես չեմ, եղբայր Արմիկն ինչպես քույրն ասավ, տեղներս փոխել ենք ինչու, որտեղ ուզում եմ մյուս 3 շաբաթը մի հատ քարոզ լինի, բայց շարունակապար։ Դրա համար խնդրել եմ, որ տեղներս փոխենք եւ հույս ասու որ կարող ենք մյուս շաբաթները իրար հետ այդ դասընթացքի մեջ ավելին վայելենք։ Տեր փառքեզի, Տեր շնորհակալ ենք քեզանից։ Հիսուս արքա, փառավորում ենք քեզ, մեծարում ենք քեզ Տեր իմ քո զավակներիդ համար։ Շնորհակալ ենք Սուրբ Աստվածս, դու իրենց բերես եկեղեցի, հիմակվանից ուզում ես օծես, օգնես, բարձրացնես Հիսուս Քրիստոսի անունով երկնային օրհնություն եւ օծություն։ Հիսուսի անունով դու պիտի դառնաս Սամվել։ Հիսուսի անունով։ Հիսուսի անունով։ Շնորհակալ եմ Տեր իմ Աստվածս մյուս զավակիդ համար, Հիսուսի անունով։ Օգնում եմ իրան Տեր հենց այս տարիքից եւ Տեր իմ, թող լինի էսենց այն տաճարը, որ զավակներին նվիրում ենք քեզ Տեր իմ։ Նվիրում ենք սիրելի զավակիդ Հիսուսի անունով։ Թող քեզ համար Տեր իմ դառնա ես Տեր Հիսուսի անունով։ Հիսուսի անունով։ Փառավոր Աստված օրհնում ենք Հիսուս Քրիստոսի անունով զավակներիդ։ Օրհնում եմ Տեր զավակիդ էլ նույնպես Տեր։ Եվ բարձրացնում եմ քո ներկայությանդ մեջ։ Դու օրհնելու ես մեկ առ մեկին հիմակվանից հենց այս տարիքից, որտեվ դու ես իրանց երկնավոր հայրը։ Դու իրանց համար ավելի հոգատար ես, քան թե մենք Տեր։ Օրհնում եմ իրան իբրև մի նոր Դեբորա, իմաստուն կին, դատավոր անձնավորություն, Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալ ենք Տեր քեզանից։ Փառավորվես եւ մեծարվես եկեղեցուդ միջոցով Տեր։ Շնորհակալ ենք քեզանից։ Փառքն ու պատիվը քեզ ենք տալիս, հիմա միջև Հավիտյանս Հավիտենից, ամեն։ Ամեն։ Գնացեք խաղաղության։ Եղբայր Արմիկ ջան, ամեցեք, ժամ ձերն է, տրամադրում ենք ձեզ, ուզենք այսօր մեր լավ օրհնվենք, այո, ողջունեք։ Հալելույա, փառք Հիսուսին։ Օրհնյալը Տերը, զորավորը Տիրոջ անունը եւ իր ներկայությունը։ Հալելույա, փառք Հիսուսին։ Ես այսօր կուզեմ խոսամ Հիսուսի մահի մասին եւ հետո տեսնենք մահը ինչ միտք ունի իրականության մեջ։ Որտեղ մենք երբ որ մեկը ննջում է, ասում ենք մահացավ, որտեղ ոչ շնչակաշում, ոչ խոսում է եւ էդի մահի հաշվի ենք դնում, ասում ենք մահացավ, վերջացավ։ Եվ հետո կարդում ենք Սուրբ մեջը, երբ որ Աստված Ադամին ասավ, որ այդ միրգիցը չուտես, եթե կերար, այն օրը որ կերար, այն վարկանին որ կերար կմահանաս։ Եվ տեսնում ենք, որ Ադամն ու Եվան այդ միրգը կերան, բայց չին ննջե, սաղին, խոսումին, բայց Աստված ասավ, որ կմահանաք այն վարկանին, որ այդ միրգն ուտեք։ Ուրեմն այդ մահը տեսնում ենք տարբեր է այն մահից, որ մենք տեսնում ենք մեկի ննջում է եւ շունչ չի քաշում։ Ինչպես իմանում եք, հոգևոր մահը կա, մարմնային մահը կա։ Եվ Հիսուսը երկուսն էլ ճաշակավ։ Եվ հետո կտեսնենք, որ իրականության մեջ մահը Աստծո տեսակետից ինչ է նշանակում։ Որտեղ թե Ադամը Եվան մահացան, թե Հիսուսը խաչի վրա մահացավ, եւ շունչը կտրվավ մարմինի տարան թաղելու։ Մենք հայտնության մեջ կարդում ենք առաջին գլուխ եւ համար 17-ի մեջ
որ Հովանես Մկրտիչ առաքյալը ասում է եւ ես երբ որ տեսամ իրան մերելի նման իր ոտքերի առաջ ընկամ եւ նա իր աջ ձեռքը դրավ իմ վրեն եւ ասա մի վախեցիր ես եմ առաջին վերջինը եւ կենթանին եւ մեռամ ասում է Հիսուսն ասում է ես մեռամ բայց հիմա կենթանի եմ մինչեւ հավիտյան հավիտենից եւ մահի աշխարհի բալնիկները իմ ձեռքս են։ Մեր խոսքով վստահություն է տալի Հովանես առաքյալին, որ մի վախեցիր, դու չես մահացել։ Եթե էլ մահանայիր, ես բալանիկներն ունեմ, քեզի հետ կբերեմ մերելներից։ Ուրեմն Հիսուսը շեշտում է, որ մահացավ։ Եվ ինչպես որ տեսնում ենք, անցյալ պատկամս որ տվամ, խաչի վրա տեսնում ենք, երբ որ Հիսուսը Մատթեոս 27 գլուխը համար 46 տեսնում ենք, որ Հիսուսը ասում է ինչու ինձի թողար երկու անգամ կրկնում է իլլի ասինք Աստված որտեղ իմանում ենք հայրը եւ Սուրբ Հոգին ինչպես ասամ Հիսուսի հետին բայց մինչեւ այդ վարկյանի երբ որ Հիսուսը մեղք դարձավ Աստծո խոսքի համեմատ որ ասում է մեր համար մեղք դարձավ տեսնում ենք, որ հայրը և որդի Սուրբ Հոգին Հիսուսին թողնում են։ Եվ ստեղ տեսնում ենք, որ Հիսուսը մահը ճաշակում է, բայց հոգևոր մահն էր, ինչպես որ Աթամը, երբ որ այդ միրգը կերավ եւ այ հետը, Աստված ասավ կմահանաք եւ մահացան, եւ դա հոգևոր մահ էր։ Եվ հոգևոր մահը իմանում ենք, որ մարմնային մահից տարբեր է։ Հոգևոր մահը մեկը կարող է կենթանի լինի, սաղ լինի, խոսա, քայլի, ուտի, խմի, քնի, վեր լինի, բայց մահացած լինի, ինչպես Աթամը Եվան։ Աստված իրանց հետ խոսած, բայց Աստված ասավ կմահանաս, ուրեմն Աթամը մահացավ։ Հոգևոր մահը բռնավ իրան եւ բաց չթողավ, մինչեւ որ Քրիստոսի այրուն թափավ։ Ուրեմն տեսնում ենք, որ Հիսուսն էլ այդ մահը ընդունավ, հոգևոր մահը եւ նույնիսկ մարմնային մահը, երբ որ գլուխը ցած բերավ խաչի վրան։ Ֆիլիպեցիս գլուխ 2 համար 5-ի մեջը կարդում ենք, որ Հիսուսի մասին ասում է, որ խոնարհվավ մինչև մահը, այլ խաչի մահը մինչև անգամ։ Ֆիլիպեցիս այո գլուխ 2 համար 5 որ ասում է այդ միտքը ձեր մեջ լինի ինչպես որ Քրիստոսի մեջ էր թեև Աստծու կերպարանքումն էր Աստծու նմանն էր բայց էդի առավելություն չհաշվավ իր համար այլ խոնարհացավ իրան Եվ ծառայի կերպարանք ստացավ եւ մարդկանց նմանվավ։ Ստա որ Հիսուսը իր փառքը թողնում է երկնքում։ Եվ մարդկանց նման դարձավ եւ իրան խոնարհեցրավ մինչեւ որ մահ այլ խաչի մահին հնազանդությունով։ Հիսուսը ընդունավ մահը եւ ոչ թե մենակ սովորական մահ, այլ թե խաչի մահը։ Խաչվելով մահանալը շատ ցավալի էր։ Պետք է ժամեր մնար խաչի վրա մի հոգի մինչև արնակամ ելներ եւ հետո մահանար եւ դա շատ տանջանքի ցավ էր։ Եվ տեսնում ենք, որ այն ժամանակ օրենքը կա, որ միջնակամ գալիս են ոսկորները խփում են ոտերին, կոտրտում են, որ վստահ լինի, որ ծանձնավորությունը մահացել է։ Բայց Հիսուսի ոտքերը չկոտրան, որ երբ որ եկան իմանում եք, մոտիկացան իրան, տեսան, որ առաջավոր արդեն նախավոր մահացել է, նրա ոսկորները, ոտի ոսկորները չկոտրան։ Ուրեմն տեսնում ենք, որ Հիսուսը մահը ընդունում է, թե հոգևոր մահը, թե մարմնային մահը։ Բայց էդի մարդկային, ասենք հոգևոր մահը Աստված հրամայավ կկատարվի, բայց տեսնում ենք մեր համար դեռ էդի պարզ չի, մահ այսինքն ինչ։ Շատ լավ հոգևոր մահանումը, այսպես ենք հաշիվանում, հասկանում,
որ երբ որ շունչը անջատվում է, արդեն մարմինը կյանք չի ունենում։ Ես այն ժամանակ որ իմ ամեն հիվանդանոցում էր, որ եւ թոքերը ջուրով լցված էր, բժիշկը եկա մեզի ասավ, մենք ամենից հավաքված ենք դե, ասավ որ դուք եթե ուզում եք ձեր մոր տանջանքը տեսնեք, որտեղ չի կարողանում շունչ քաշի, այդալով շունչը կտրվում է եւ կտանջվի միջև մահանա եւ դուք կանգնեք նայեք, դուք էլ պետք է տանջվեք։ Արդյոք ուզում եք որ մենք ջան խփենք, որ շուտ մահանա եւ չզգա իր ցավը, թե ուզում եք մնա դե տանջվի։ Մենք ամենս համաձայնվանք, որ ավելի լավ որ ջան խփեք իր մորֆին ուժեղ, շատ ուժեղ մորֆին խփեն, որ չզգա որ մահանում, այսինքն շունչը կտրվում է եւ տանջ ցավ չքաշի։ Եվ ես կանգնել եմ եւ ամեն գնացին դուրս սենակից եւ ես կանգնել եմ նայեմ տեսնում ինչ է կատարվում։ Այն ժամանակ իհարկե այդ իրականությունը չի մանում, որպես կարող եմ մահի հոգուն սաստեմ։ Anyway, το չեմ անի թե տենց ելների մամեն հետ արցար դառնար հետո այն մյուս անգամ ինչ պետք է անի։ Չիմ կար միջի հավետյան փայենք իրան։ Anyway, ես կանգնել եմ որ նայում ինչ է կատարվում, որտեղ անընդհատ բերանը փակում էր, բացում էր արագ եւ շունչը կապ էր գալի, բայց ինքը չէր զգում ինչու, որտեղ շատ ուժեղ մորֆինի տակ էր։ Եվ կանգնամ եւ նայամ ինչեւ որ այդ իր բերանը կամանցացավ, ինչեւ որ արդեն էլ չբացվավ։ Ես այդ րոպեին իմացամ, որ էլ արդեն շունչ չի քաշում, բայց նայամ իր դեմքին։ Մի քանի վայրկյան հետո դեմքը բոլորովին փոխվավ։ Այսինքն դեմքը, որ սովորական իր գույնն ուներ, թե ոչ թե մենակ բերանը էլ չշարժվավ, այլ դեմքի գույնը փոխվավ եւ չորացավ եւ ճիշտ կարծես թե մած ժայր ելնի։ Դու ժայրին ես նայում, որ գույն չի ունեցել։ Եվ այդտեղ ես իմացամ, որ արդեն մամեն մահացավ, որտեղ հոգին լրիվ իրանից անջատվավ։ Ուրեմն երբ որ հոգին անջատվում է դուրս այդ մարմնից, մենք ասում ենք այդ անձնավորությունը մահացավ։ Բայց այդ մարդկային հասկացողությունն է մահից։ Բայց Աստծո տեսակետից մահը ինչ միտք ունի։ Կարող ենք ասենք այո, հոգևոր միտք կա։ Հոգևոր միտք ունի, հոգևոր մահն է, որտեղ Աստված Ադամին ասավ որ դու կմահանաս եւ Աստված այդ րոպեին որ ասա այդ միտքն ուտես կմահանաս Ադամ եւ Եվան այդ միտքը որ կերան մահացան ինչպես որ անցյալում էլ ասա մենք որ Հիսուսն ասավ որ այդ գողին դու գնաս դրախտ սուտ չէր ասում չես սխալվում գնաս դրախտ բայց այն դրախտը չէ որ Հայր Աստվածն էր ուրեմն Ադամն էլ մահացավ Եվ իր հոգևոր մահը միտքն չէր որ շունչը կապ կար տեսանք խոսում էր Աստված իրանց հետ խոսած եւ իրանց դատապարտավ դու ասավ հերս գործնարար դու հերս գործնարար չարին ասավ դու հերս գործնարար եւ հետո ամենին դատավ եւ հետո ասում է տերևների մորթուց շոր սա իրանց համար սարկավ մեր խոսքով այրուն թափել տվավ ընդ իրան մեղքի գինը Եվ հետո իրանց պարտեզից դուրս արավ, իրանց հետ դերեսավ խոսալը, ուրեմն այն մահը, որ մենք ենք ճանաչում, դա չկատարվավ, որտեղ տեսանք Ադամը խոսում է, Աստված խոսում էր իր հետը, բայց Աստված ասավ, որ կմահանաս, այդ մահի միտքն ինչ էր Աստծո տեսակետից, որ մենք ասում ենք հոգևոր մահ, Այդ հոգևոր մահը միտքն ինչ է իրականության մեջ։ Եվ եթե տեսնենք, որ Հիսուսը խաչի վրան ասում է իլի, ինչու ինձի թողար։ Այդ իրականությունը մահինը Հիսուսը խաչի վրան պարզում է։ Ինչու ինձի թողար։ Մեր խոսքով մահը իրականության մեջ, այսինքն Աստծո ներկայությունը հեռանա աթամուրդուց։ Երբ որ մեկ հոգի մերսի շատ շնորհակալ։ Շատ արժեք ունի երբ որ մեկը ջուր է տալի մեկի որտեղ հանգստացնում է։ Anyway, Հիսուսը տեսնում ենք որ մահի գաղտնիքը, մահի միտքը բացադրում է այդտեղ, որ ասում է ինչու ինձի թողար։ Եվ երբ որ ասում է ինչու ինձի թողար, տեսնում ենք դեր Հիսուսը սաղա։ Ավազակի հետ խոսում է,
Հիսուսը դեր սաղա, բայց Հիսուսը բացադրավ, որ մահը այսինքն ինչ, ինչու ինձի թողար, և իշեք, որ հայրը և Սուրբ Հոգին և որդին խաչի վրա, երկու հայր և որդի Սուրբ Հոգի, բայց Հիսուսը չի ասում ինչու ինձի թողակ, ասում ինչու ինձի թողար, երկուսին մեկ է իմանում, ուրեմն Աստծու թողնելը Հիսուսից նշանակում էր մահ, երբ որ մաթամորձին Աստծու ներկայությունը, Աստծու փառքը իրան թողնում է, էդի իրական մահն է, բայց այդտեղ չի վերջանում, մահը արդյունք ունի, և գահստենք դրան, հայտնության մեջ կկարդանք, հիմա մի օտար մի խնդիր եմ ուզում բացատրեմ, որ Հիսուսը, երբ որ մահացավ, Հռոմեացիս գլուխը համար 6 և համար 3 և 4 և 5-ի մեջը ասում է, որ մենք Քրիստոսի մահի մեջը մկրտվանք։ Մեր խոսքով Քրիստոսը, երբ որ մահացավ, մեզ էլ իրա հետը խաչավ։ Մենք Քրիստոսի հետը խաչվանք հոգևորապես, հոգու աշխարհի մեջը։ Հիսուսը, որտեղ նույն մարմինը ստացավ, որ մենք ունենք, որ Ադամն ուներ, և այդ մարմնով մեղքը առավ իրա վրեն։ Մեր մեղքը առավ իրա վրեն, մեր մահը առավ իրա վրեն։ Եվ մենք էլ Քրիստոսի հետը խաչվանք և մահացանք։ Եվ էդի մենք ջուրի մկրտությունով ենք ցույց տալիս։ Սուրբ Գիրքն ասում է, որ երբ որ ջուրով մկրտվում ենք, Քրիստոսի մահն ենք ճաշակում և իրան հագնում ենք։ Ուրեմն մենք նմանվում ենք Քրիստոսի մահին ջուրի մկրտության մեջ։ Էդին ցույց է տալի։ Բայց երբ որ Հիսուսը խաչի վրեն, հայրը և որդին և Սուրբ Հոգին Հիսուսին որդուն թողան, այդտեղ տեսնում ենք, որ Հիսուսը մահանում է, բայց մի օտար արդյունք էլ ուներ այդ մահը։ Արդյունքն էր, որ Հիսուսը գնաց դժոխք։ Իհարկե առաջ իմանում ենք, որ գնաց այնտեղ, որ դրախտ էր կոչվում, որտեղ ներջեցյալները 5 դակարանի սուրբերը գնացին այնտեղ, Հիսուսն էլ գնաց այնտեղ եւ ավազակին տարավ իր հետը տարավ այնտեղ, բայց այնտեղ չմնաց ինքը։ Ինքը այնտեղից վեր լավ եւ գնաց մահի աշխարհը, գնաց այն դժոխքը, որ չարի իշխանությունը կար։ Գնաց այնտեղ։ Եվ Հռոմեացիս գլուխ 14-ի մեջը համար 14-ի մեջը գլուխ 6 է հենց։ Գլուխ 6 ասում է, որ մեղքը ձեր վրեն իշխանություն չի ունենա, որտեղ օրենքի տակ չեք, այլ թե շնորհքի մեջ եք, շնորհքի տակ եք։ Ուրեմն թե մենք մահացանք Քրիստոսի հետը, բայց մեր տեղը դժոխքը չէր, ինչպես Հիսուսը ինքը գնաց, մենք Հիսուսի հետը մահացանք, բայց մենք ինքներս դժոխք չենք եթալու, չգնացինք, որտեղ ինչու մենք շնորհքի տակ ենք։ Շնորհքը մեզի փրկում է, շնորհքը մեզի ողորմում է։ Գաղատացիս գրքի մեջ գլուխ 2 համար 20-ի մեջ այսպես են կարդում։ Գաղատացիս գլուխ 2 համար 20 Պողոս առաքյալն ասում է Քրիստոսի հետ խաչվել եմ եւ հիմա ապրում եմ, բայց ոչ թե ես, այլ Քրիստոսն է իմ մեջ ապրում։ Եվ ապրում եմ մարմնի մեջ այն հավատքով, որ Հիսուս Քրիստոսի որդու վրա, որ ինձի սիրավ եւ սիրեց եւ իր անձը իմ համար տվավ։
Եվ ասում է Աստծո շնորհքը ես չեմ ուրանում, որտեվ եթե արդարությունը շնորհքով լիներ, Քրիստոսը իզուր մահացավ։ Ուրեմն մենք շնորհքով ենք փրկվում եւ շնորհքի մեջը տեսնում ենք, որ Քրիստոսն է, որ մեր մեջ ապրում է։ Մենք մահանում ենք Քրիստոսի մեջը, Քրիստոսի հետ մահանում ենք։ Եվ ապրում ենք, բայց ոչ թե մենք, այլ Քրիստոսն է մեր մեջ ապրում։ Եթե մենք ինքներս Քրիստոսի հետ որ մահացանք, եթե մենք ինքներս ուզենայինք շարունակենք մեր կյանքը, չենք կարող հավիտենական կյանք ունենայինք, բայց Քրիստոսը, որ մեր մեջ է ապրում, նա է, որ մեզի հավիտենական կյանք է տալի։ Հիմա մեր խնդիր կա առաջ գալի, որ արդյոք երբ որ մենք հավիտենական կյանք ունենք Քրիստոսի մեջը, նրանք, որ Քրիստոսին չունեն, արդյոք հավիտենական կյանք չունեն, երբ որ մահանում են, ինչպես է ելնում։ Հայտնության մեջ մենք կարդում ենք գլուխ 19 եւ համար 20-ի մեջը եւ ասում է, որ այն կենթանին եւ սուտ մարգարեն, որ սուտ բժշկություններ էր անում, հրաշքներ էր գործում, եւ իր դեմքը մարդիկ պաշտում էին, որ այդ նշաններով խափում էր, ասում էր երկուսը կենթանի կրակի լիճը ընկան։ Կրակի լիճը։ Եվ հետո գլուխ 20 համար 10-ի մեջն եւ ասում է եւ չարը, որ նրանց խափում էր, կրակի լիճն ընկավ, այնտեղ որ սուտ մարգարեն եւ այդ կենթանին կային։ Եվ նրանք մինչև հավիտյանս գիշեր ցերեկ կտանջվեն։ Տեսնում եք, որ չարը եւ իր հետևորդները մինչ անգամ հայտնության մեջ ուտակ կարդում ենք, որ ասում է մահ եւ մահի աշխարհը ընկավ կրակի լիճը համար 14-ի մեջ։ Մահի աշխարհը մահը գցվավ կրակի լիճի մեջը եւ մինչեւ հավիտյան պետք է տանջվեն։ Նրանք էլ հավիտենական կյանք ունեն։ Այնտեղ չի որ նրանք որ մեկը որ մահանում առանց Քրիստոսի իր կյանքը վերջացավ գնաց ինչպես Եհովականներն են ասում։ Այլ էցումա դժոխ եւ ընդե հավիտենական կյանք ունի։ Մենք էլ հավիտենական կյանք ունենք, նրանք էլ հավիտենական կյանք ունեն, բայց ինչպես կարելի է որ նրանց կյանքը կապ չի եկել, հավիտենական կյանք ունեն, բայց տարբերությունը իմանում ենք այնա որ նրանք տանջանքի մեջ են, չարչարանքի մեջ են, բայց մենք խաղաղության մեջ եւ ուրախության մեջ ենք։ Հիմա մահը Աստծո տեսակետից, ինչպես Հիսուսն ասավ, ինչու ինձի թողար։ Իրական մահը այն էր, որ Աստված Ադամին իր ներկայությունը, իր փառքը Ադամից անջատվավ։ Ադամը մահացավ։ Այսինքն ինչ։ Թեև շնչում էր եւ քայլում էր, ուտում էր, խմում էր, Աստծո հետ խոսում էր մինչև անգամ։ Բայց Աստծո փառքը իր մեջ չկար։ Էդի իրական մահն էր, որ արդյունքը վերջանում է կրակի լիճի մեջը։ Մարդը ըտե չի մահանում։ Հավիտենական կյանք ունի, բայց այդ իր հավիտենական կյանքը տանջանքի մեջ եւ չարչարանքի մեջ է։ Հիմա կրակի լիճը ինչպես կրակ ուզում է լինի, չեմ անում, որտեղ մահի աշխարհումը մարմինը գետին տակ է, բայց հոգին ընդե է։ Հոգին ինչպես է այդ կրակը վառվում այդ կրակի մեջը եւ չի ոչինչ անում, ես չեմ անում։ Չեմ ուզում իմանալ։ Գուցե ատե շնորհքա ուզենան տեսնեմ, նայեմ, բայց ես ինքս չեմ ուզում այդպես լինի։ Ուրեմն տեսնում ենք, որ թե մեղավորի համար հավիտենական կյանք կա, թե հավատացյալի համար հավիտենական կյանք կա։ Բայց այն կյանքը, որ հավատացյալն ունի, որ Քրիստոսին ունի այդ հավատքը, իր հետ կա Քրիստոսի կյանքը, ինչպես Պողոս Արաքյալը Գաղատացիս կարդացին գլուխ 2 համար 20-ի մեջը, որ ապրում եմ Քրիստոսի հետ մահացամ, խաչվամ, բայց ապրում եմ, բայց ոչ թե ես, այլ Քրիստոսն է իմ մեջ ապրում։
Ինքը մահացավ։ Ինչպես Հիսուսը խաչի վրան մահացավ։ Հայտնության մեջ կարդացին, որ ասում է ես մահացամ, բայց հիմա կենթանի եմ մինչև հավիտյան։ Եվ մահի եւ հայ աշխարհի բալանիկները իմ ձեռքս է։ Այսինքն ես իշխանություն ունեմ մահի վրա։ Նույնպես մենք որ հավատացյալը որ Քրիստոսի հետ խաչվեր է, կյանքի իշխանություն ունի իր մեջ։ Ինչու՞, որտեղ կյանքը ինքը Հիսուս Քրիստոսը ասավ, ես եմ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը իր մեջ է ապրում։ Եվ այդ հավատքով որ հավատացյալը ապրում է եւ շարունակվում է իր կյանքը, այսինքն Աստծո ներկայությունը իրան չի թողնում։ Կյանք այսինքն այդ հավիտենական կյանք այսինքն Աստծո ներկայությունը անverջ հավատացյալի հետ է։ Այդ այսինքն կյանք, այդ այսինքն հավիտենական կյանք։ Եվ անհավատն է այդ հավիտենական կյանքն ունի, բայց առանց Աստծո ներկայության։ Աստծո ներկայությունը իր կյանքի մեջ կատարվում է։ Ինչպես որ Ադամի կյանքի մեջ Աստծո ներկայությունը անջատվավ իրանից, եւ Ադամը մահացավ։ Եվ գնալով տեսնում ենք, որ եթում է միջև մահ։ Ուրեմն մենք Քրիստոսի մեջ հավիտենական հրաման ունենք։ Հաղթական հրաման ունենք, որ մեզի տրված է, որ Քրիստոսի հետ պետք է մինչև հավիտյանս ապրենք։ Եվ ապրում ենք հիմա, ինչպես Պողոս առաքյալն է ասում։ Քրիստոսը մեր մեջ ապրում է եւ մենք ապրում ենք Քրիստոսի կյանքով։ Մինչև որ ժամանակը գա, որ այս մարմինը թողնենք։ Ինչպես որ Հիսուսը ժամանակը եկավ 3 օրից հետո, որ հավիտենական մարմին ստացավ, անմահական մարմին ստացավ, եւ այդ մարմինը, որ կարող էր ամեն ալգերքիցը անցնել, ոչ մի բան չէր կարող աշխարհի մեջ իր մատերիալ ձևի իր առաջը պահեր։ Ալգեր չկա Հիսուսի համար։ Ամեն տեղ կարող էր ամեն վայրկյան ներկա գտնվեր, առանց մեծենի։ Առանց մեծենի կարող էր աներևութանալ։ Եվ մեկը չիմանա որտե գնաց։ Այդ արագությամբ։ Ուրեմն մենք սիրելիներ Քրիստոսի մեջ հավիտենական կյանք ունենք, որտեղ Քրիստոսն է մեր մեջ ապրում։ Մենք մահին հաղթել ենք այդպեսով։ Եթե Քրիստոսն է իմ մեջ ապրում, մահը իմ վրան իշխանություն չունի։ Այսինքն ինչ։ Այսինքն միտքն այն չի, որ ես այս մարմինը չի անջատվի, մի օր չեմ մահանալու։ Մարդկային կերպով, որ շունչս կապ չընկնեմ գետի։ Ես էլ կմահանամ, եթե Հիսուսը այնպես ժամանակ որ պետք է գա, որտեղ Սուրբի մեջ կարդում ենք, ասում եմ, ոմանք կենդանի կլինեն, ոմանք ննջած կլինեն։ Եվ նրանք որ կենդանի են, նրանցից որ ննջած են, առաջ չեն ընկնի, երկուսը մեկը կընթառնουν կփոխվեն հավիտենական մարմնով, հոգևոր մարմնով, փառավորված մարմնով կհապշտակվեն երկինք ամբերի մեջ Հիսուսին դիմավորելու համար։ Ուրեմն մենք այդ հաղթությունը ունենք մեր մեջ, թեև այս մարմինը էթում է դեպի մահ, բայց ներսից Քրիստոսը դեռ ապրում է։ Եվ այս մարմինը եթե մատնվի մահի, Քրիստոսը մեզի չի թողնելու։ Հոգին Քրիստոսի հետ մնալու է մինչև հավիտյան։ Մինչև ժամանակը գա, որ մարմինն էլ փրկվի, մարմինն էլ փառավորվի։ Ուրեմն սիրելիներ, մենք Քրիստոսի մեջ հաղթություն ունենք, Քրիստոսի մեջ կյանք ունենք եւ հավիտենական կյանք ունենք։ Ուրեմն իմացանք, որ մահը Աստծո տեսակետից, այսինքն երբ որ Աստծո կյանքը մարդուն թողնում է։ Այդ իրական մահն է, որ մարդը ճաշակում է եւ սուգիկը բացատրում է, որ մահ այսինքն ինչ։ Երբ որ հաստված Ադամին ասա դու կմահանաս։ Երբ որ Հիսուսը խաչի վրան հորը եւ Սուրբ Հոգուն ասում է ինչու ինձի թողար։ Հիսուսը մահացավ։ Ինչպես որ հայտնության մեջ կարդացինք։ Եվ թե մեկն ասի եղբայր Հարմեկ դու որտե՞ց ես իմանում, ես չիմանում։ Սուգիկն ինձի ցույց տվավ, սուգիկն ինձի ասավ։ Հայտնության մեջ գլուխ 2 որ ես մահացամ, բայց հիմա կենդանի եմ։ Հիսուսը այն ժամանակ որ Հայրը եւ Սուրբ Հոգին իրան թողան մահացավ։ Բայց հետո 3 օրից հետո տեսնում ենք որ նորից մոտիկացավ Սուրբ Հոգին
դպչավ Հիսուսին եւ կենթանացավ Հիսուսին։ Հիսուսը մահի մեջ էր։ Աստծո ներկայությունը թողեր էր իրան, ինչպես ասամ։ Սուրբ Օգին թողավ Հիսուսին։ Հիսուսը առանց Սուրբ Օգուն կննած դժոխք։ Բայց երեք օրից հետո տեսնում ենք, որ Սուրբ Օգին միացավ Հիսուսին եւ կենթանացավ իրան։ Կյանք տվավ իրան հավիտենական։ Այդ կյանքը Իրանն էր, ինչպես Հովանու ավետարանի մեջ կարդում ենք, շուտ ճարեմ ես համարը, որ կարող է ոմանք պետք ունենան ես համարը իմանան։ Հիսուսի շատ հաշալի բան ասում ստեղ։ Եթե տեղը կարողանամ ճարեմ, որ ասում է հայր ինձի դուր են այո Հովանու ավետարան գլուխ 17 համար 5-ը ներվասում է եւ հիմա ով հայր քո մոտ եմ գալիս եւ այն փառքը որ նախքան աշխարհի ստեղծագործությունը ունեին քո մոտ էր ինձի դուր այն փառքը որ նախքան եմ որ երկրագունդը ստեղծի ունիմ քո մոտ ինձ դուր հետ դուր ինձի Հիսուսը պահանջում է իր իրավունքը եւ տեսնում ենք որ հայտնության մեջ երբ որ Հիսուսը ասում է որ ես մահացամ, այսինքն Աստված իրան թողավ։ Եվ հետո ասում է կենթանացամ, այսինքն Սուրբ Օգին հետ եկավ։ Ուրեմն որ Սուրբ Օգին մեր հոգուն դպչում է եւ մենք հավիտենական կյանք ենք ճաշակում։ Մենք մեռած ենք Հիսուսի նման, մեռանք, բայց հիմա ապրում ենք մինչև հավիտյան։ Եվ այն կյանքը եւ Քրիստոս եւ Աստծո ապրում եմ ես, բայց ոչ թե ես, այլ այն հոգին Այն Քրիստոսը, որ իմ համար խաչվավ, նա է, որ իմ մեջ ապրում է։ Ուրեմն մենք էլ ենք մահացել Քրիստոսի հետ, Աստված մեզի թողավ։ Բայց Սուրբ Օգին Հիսուսին կենթանացավ։ Սուրբ Օգին այդ կյանքը մեզի նորից տվավ։ Ինչպես Հիսուսը այդ փառքը, որ ուներ, Աստված իրան վերադարձրավ։ Այդ կյանքն էլ նորից Աստված Քրիստոսի հետ մեզի վերադարձրավ։ Ուրեմն մենք էլ հավիտենական կյանք ստացանք։ Ուրեմն մահի իրական միտքը մենք հասկացանք արդեն, ճաշականք, եւ ես կարողացամ հույսով եմ ավելի հեշտ ձևի կարողանամ բացատրեմ այս խնդիրը եւ հույսով եմ որ բոլորս ըմբռնանք։ Դե մեկը պետք ունենա, ես կարող եմ ներողություն, այդ համարի տեղը կարող եմ իրան տամ, որ նորից ուսումնասիրի։ Հալելույա, փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը, որ մենք կենթանի Քրիստոս ունենք, որ մինչև հավիտյան կենթանի է։ Մահացավ մեկ անգամ, բայց ժամանակավոր էր։ Աստված իրան թողավ, բայց ժամանակավոր էր։ Մեր փրկության համար եւ նույնիսկ իր համար, որ այդ կյանքը ձեռք բերի, որ ուներ, Սուրբ Օգին իրան նորից դպչավ։ Ուրեմն փառք տանք Հիսուսին, փառք տանք Հոր Աստծուն, Հիսուսի անունով։ Եվ Հիսուսին, որ Սուրբ Օգին վերադարձրավ մեզի։ Եվ մեն բան նորից ես կուզեմ շեշտեմ այս պատկամից ջոկ այնա որ այսօր առավոտ իմ մտածում, այնա որ սիրելիներ ամեն հավատացյալ մեր եկեղեցի մենք պետք ունենք Սուրբ Օգու լեցունությունը։ Մենք պետք ունենք Սուրբ Օգու լեցունությունը։ Պետք ունենք որ նորից լցվենք Սուրբ Օգով։ Չափս դրած չի սուգիքի մեջը, որ մեկ անգամ լցվան բավական է արդեն, no։ Մենք բավական, սուգիքը բավական չի մանում, այլ ասում է գինիով մի հարբեք, այլ թե հոգով լցվեք։ Փառք Տիրոջ մենք անընդհատ գինի չենք խմում, այն ժամանակով հավատացյալները սովորություն ունին, հրեաները գինին հիմա էլ ունեն հոգևորները միջև անգամ, գինի են խմում տարբեր միտքերի համար, Եվ դա իրանց համար սովորական է։ Իհարկե այն ժամանակ տեսնում ենք որ որոշները հարբում են եւ Պողոսարքյալ իրանց հանդիմանում է։ Ուրեմն բայց ասում է որ հոգով լցվեք։ Եվ Հովանես Մկրտիչը ասում է Աստված չափս չի դնում, չի չափում հոգու թափ լցնելը։ Աստված անընդհատ հոգին կթափի։ Եվ մենք պետք ունենք անընդհատ նորոգվենք, անընդհատ լցվենք։ Անընդհատ զորանանք, անընդհատ քայլենք հոգու մեջը։ Եվ դրա համար պետք ունենք, որ համարձակություն ճարենք։ Մենք հոգու լեցունությունը պետք ունենք, որ համարձակ ելնենք հոգևոր կյանքի մեջը։
Մենք շատ անգամ սուս ենք անում, շատ անգամ կուլ ենք տալի, բայց պետք է արտահայտվենք։ Պետք է կարողանանք համարձակորեն ասեմ ես հավատացյալ եմ, ես քրիստոնյա եմ, ես ճշմարիտ հետևորդն եմ Քրիստոսին։ Պետք է այդ համարձակությունը մեր մեջ լինի, ինձանից բռնած ամենս։ Այո, Փառք Հիսուսին։ Եվ կուզեմ հիմա ոտի կանգնենք եւ աղոթենք։ Մեկնեմ, որ աղոթենք Իրակվի Սուրբ Հոգու լցնության համար եւ նույնիսկ աղոթենք այս վիճակը խառնաշփոթ վիճակը, որ աշխարհի մեջ կա եւ շատ երկիրներ վտանգի մեջ են, շատ ինչպես լուրերն իմանում եք, շատ երկիրներ կան, որ զգուշության մեջ են, alert են, չարի դիման ինչպես հարցակումի դիմաց եւ մեղքել չունեն վախուն ունեն, որտեւ իրանց կյանքը վտանգի մեջ է։ Մենք Փառք Տիրոջը Ամերիկայի մեջ հանգիստ ապրում ենք, բոլորովին չենք զգում եւ կարող է չմտածենք այդ ուղղությամբ, որ մարդիկ ահ ու դողի մեջ ու վախի մեջ են ապրում։ Հենց հիմա Իսրայելում Պարսկաստանը բում վակցում եւ մարդիկ ահ ու վախի մեջ անընդհատ այդ սայրենը պատտում է օդի մեջ ձենը եւ մարդիկ փախնում են այդ դեպի տեղերը, որ իրանց պաշտպանում են։ Այդ աղոթենք, որ մարդիկ քաջանան, աղոթենք, որ մարդիկ ապաշխարեն, իրանց հոգու աչքերը բացվի եւ իմանան, որ մահը ամեն վարքյան կարող է իրանց տունի դուրը թակի։ Եվ Հիսուսն ասավ, եթե չապաշխարեք, այդպեսի կհալածվեք։ Մի կարծեք, որովհետև դուք փախնում եք այդ մահիցը, փախնում եք այդ կռիվիցը, ապահովություն ունեք։ Մահի վտանգը ճանապարհին է։ Եվ եթե մեկը չապաշխարի կմահանա։ Այդ աղոթենք, որ իրավի Աստված մարդկանց հոգու աչքերը բացի, թե իմանում ենք, որ Իսրայելը այն ժամանակ, որ Հիսուսը Աստծո խոսքը համար ոտերը զեյթուն սարի վրա դրավ եւ լրիվ Իսրայելը կփրկվի, բայց հիմա շատերը կան, որ դեռ իրանց սիրտը խստացել են, դեռ չեն ընդունում Քրիստոսին։ Նույնիսկ Պարսկաստանում ժողովրդի համար, որ ապաշխարեն, դեռ միլիոնավոր հոգին ապաշխարում են արդեն, բայց աղոթենք, որ շատերը ապաշխարեն։ Աղոթենք, որ այս կռիվը Տիրոջ կամքի համեմատ կապ ուտի։ Թեև դեմոկրատները աշխատում են, որ կռիվը կապ տան, եւ ես համաձայն չեմ իրենց գաղափարի հետ, որտեղ նրանք չեն մտածում արդյունքը, որ հետո կարող ունենա։ Այս կռիվը պետք է Ամերիկան, որ հարձակվելա, պետք է իրա, կներեք հիմա այդ բանի մասին եմ խոսում, բայց պետք է այս բաներն ասվի, որ այդ կողմից էլ մեկից զարգանանք։ Որ թեև մարդիկ այդ հարձակումի տակ են, պետք է արթնանան, որ իմանան փրկություն կա։ Եվ աղոթենք, որ Տիրոջ կամքը այս կռվի մեջ կատարվի, եւ Ամերիկան կարողանա լրիվ հաղթի, եւ Պարսկաստանը լրիվ հանձնվի եւ ընդունի, եւ կռիվը շարունակվի, որտեղ շատերը մահանում են իզուտեից։ Ուրեմն թե աղոթենք, որ այս կռիվը կապ կա Աստծո կամքի համեմատ, եւ չար իրան նպատակին չհասնի, որտեղ այս կռիվը եթե Ամերիկան եթե հաղթվավ ձեռք հաշավ, եթե դեմոկրատները հաղթեն այդ իրանց քվեն որ տալիս են, իրանց մեջ իհարկե ջոկություն կա, Փառք Տիրոջ։ Եթե հաղթեն այդ բանը եւ Ամերիկայի կռիվը կապ տան, Ամերիկան հաղթվի, Պարսկաստանը ոտի կկանգնի ավելի շատ։ Եվ Պարսկաստանը ոտի որ կանգնավ, արդեն վայ աշխարհի վիճակը։ Որտեղ եթե ոտի կանգնավ, այն ժամանակ ատոմական ուժը ձեռք կբերի եւ լong distance-ները կարողանա ատոմի ուժը զենքեր սարքի եւ ամենաառաջին ազգը որ հարձակվելու տակ մտնելու Իսրայելն է ելելու եւ հետո նույն ժամանակ էլ կարող անպայման Ամերիկային էլ հարձակվի եւ այն ժամանակը կռիվը այնպես չի որ մենք մտնենք շելթերի մեջը արդեն այն ժամանակը կռիվը մահը 100-ին 100 է եւ դրա համար Սուգիկն ասում է որ ինչու այս բաներն ասում որտեղ Սուգիկն ասում է եթե այն օրերը հայտնության մեջ չկարճանար ընտրվածները չէին փրկվի Ուրեմն այն օրերը կկարճանա հիմա մի բան էլ ասեմ տեսեք Սուգիկի մեջ էս էլ ասեմ հետո ասենք աղոթելը Սուգիկն ասում է Եզեկիել գրքի մեջ որ նորդ հայրենին չեն ասում հուսիս հարավ շմալ նորդ այդից գան եւ Պարսկաստանը իր մեջն է Հայաստանը իր մեջն է այդ երկիրները գբռնի գան կհարձակվեն Իսրայելի վրան բայց դա երբ կատարվելու Եթե ասենք Ամերիկան տարվավ եւ Պարսկաստանն էլ քրիստոնյա դարձավ կամ եթե մեկ ռեժիմ ունեցավ, կառավարություն ունեցավ, որ իսլամական չէ լավ, օրից մի օր
Ենթարկվելու է այդ ուժը, որ նորցից է գալու եւ հարձակվելու են Իսրայելի վրա։ Եվ այդ այն ժամանակայինն է, որ եկեղեցին գետնի վրա չի լինի։ Որտեղ մենք այդ օրը կարծում ենք, որ կկատարվի։ Եթե Պարսկաստանն էլ միջև անգամ հանձնվի եւ դառնա ասենք քրիստոնեական երկիր, օր կգա, որ կհարձակվի Իսրայելի վրան։ Եվ կփոխվի իր ռեժիմը նորից, քրիստոնեական ռեժիմից կդառնա չարի ռեժիմը։ Դա սուգիկն ասում, ես ինձանից չեմ ասում։ Եվ իմ հասկացողությունը չի, որ այդքան հասկացել եմ, չէ, սուգիկն է ասում։ Anyway, աղոթենք, սիրելիներ, որ Տիրոջ կամքը կատարվի։ Եվ հիմա ուզում եմ որ աղոթենք, որ Սուրբ Հոգով լցվենք։ Սուրբ Հոգու լեցունությունը, որ ամենակարևոր կետերից մեկն է Սուրբիկի մեջ է։ Հիսուսը կարդում ենք, որ իր աշակերտներին հրամայում է, որ Երուսաղեմից չջոգվեք, մնացեք Երուսաղեմ, մինչև որ երկնքից զորանաք, հագնվեք։ Եթե այդքան կարևոր էր եւ աշակերտները հնազանդան, ինչքան ավելի շատ մենք պետք է հնազանդենք էդի։ Պողոս Արաքյալը հասկացել էր էդի եւ էդի հնազանդավ եւ Սուրբ Հոգով լցվավ։ Եվ ասում է ես ձեզանից ամենից շատ լեզուներով աղոթում եմ, ամենից շատ ես եմ աղոթում։ Աղոթենք, որ Սուրբ Հոգով մկրտվենք եւ հետո Սուրբ Հոգու լեցունությունը պետք է ունենանք։ Նրանք որ Սուրբ Հոգու մկրտություն ունենեն, չբավարարվեն, որ այդքան լեզուները ստացեն եւ լեզուներով աղոթում են։ Նախ որ առաջ երբ որ մեկը Սուրբ Հոգով մկրտվեր է եւ լեզուներ ունի, այդ լեզուների աղոթքը պետք է շատացնի իր կյանքի մեջը։ Ես այդպես եմ աղոթում։ Ես շատ քիչ հայերեն եմ աղոթում, կամ եթե անգլերեն բառով աղոթեմ, պարսկերեն բոլորը ինչ եմ աղոթում։ Շատը ես լեզուներով եմ աղոթում, որտեղ իմանում եմ, որ Տիրոջ կամքը լեզուների մեջ է հայտնվում է։ Որտեղ գրված է Սուրբ Հոգին ձեր համար հոգ սատանում։ Ուրեմն երբ որ մենք աղոթում ենք Աստծո կամքի համեմատ, Աստված մեր համար հոգ սատանում։ Օտար բաների համար հոգ չանենք, Սուրբ Հոգին մեր համար մտածում է։ Ուրեմն լեզուներով աղոթքը չթողնենք մեր կյանքի մեջ։ Եվ եթե մկրտված չենք, աղոթենք, որ մկրտվենք։ Եվ մկրտությունից հետո աղոթենք, որ լցվենք Սուրբ Հոգով։ Հալելույա։ Եվ եթե մեկը կարիք ունի աղոթքի, գա առաջ։ Եվ այս ընթացքում որ աղոթում ենք, որ Սուրբ Հոգու լեցունությունը գա մեր վրա, նույնիսկ աղոթենք նրանց համար, որ պետք ունեն աղոթքի, եթե հիվանդություն, բժշկություն է, կամ զորություն է, կամ օրհնություն է, կամ արձակվել է մեկ կապանքիցը, որտեղ իմանում ենք, որ հավատացյալներն էլ կապանքներ ունեն իրենց կյանքի մեջը, որտեղ կարգին չեն իշխե մարմնի վրա, իրենց անձի վրա իշխանություն չունեն, այնպես որ պետք է ունենան։ Հալելույա, որտեղ օտար պատկամի մեջ խոսանք, որ ինչպես մեր անձը մեր հետ պատերազմում է։ Եվ եթե մենք այդ պատերազմը չտանենք, կհաղթվենք, սիրելիներ։ Մենք պետք է այդ անձը, որ գլուխ է բարձրացնում մեր կյանքի մեջ եւ ուզում է խանգարի մեզի ընկնի։ Հալելույա։ Սիրելիներ, Հիսուսից սովորենք, որ խոնարհվավ միջև մահ, այլ խաչի մահը խոնարհվավ։ Մենք էլ խոնարհվենք Տիրոջ ներկայության մեջ եւ փափակենք, որ ճաշակենք իր ներկայությունը, լցվենք հոգով։ Եվ հիմա թողեք աղոթները բարձրացնենք Տիրոջը եւ աղաղենք եւ ասենք Տեր ինձի լցրու Սուրբ Հոգովդ։ Սուրբ Հոգու լեցունությունն եմ ուզում։ Սուրբ Հոգու մկրտությունն եմ ուզում։ Սուրբ Հոգու պարգևներն եմ ուզում։ Տրված է ինձի։ Իմն է։ Եթե Քրիստոսի մեջ ապրում է, եթե Սուրբ Հոգին իմ վրա է, ինչ որ ունի իմն է։ Հիսուսն ասավ, որ Աստծո Հոգին ինչպես մարգարության մեջ շեշտա, Աստծո Հոգին իմ վրա է։ Եվ ինձի օծերը, որ արձակեմ, բժշկեմ, փրկեմ, կենթանացնեմ, այդ Հոգին մեր վրա ապրում է, մեր վրա թափեր է այդ Հոգին։ Բայց աղոթենք, որ ավելի թափվի, ավելի լցվենք։ Հալելույա։ Չվախենանք Տիրոջ ներկայությունից։ Աթամ եւ որ Աստծո ձայնը լսած վախեցավ ինչու, որտեղ Աստված իրան թողեր էր։ Մահացել էր արդեն։ Դրա համար վախը տեղը բռնավ։ Մենք չէ պետք է վախ ունենանք Աստծո ներկայությունից, որտեղ Աստված մեզ չի թողել, այլ թե Աստված մեզի մոտիկացել է հոգով։ Աստված այդ վախը վերցրել է մեր կյանքից։ Աստծո ներկայության մեջ վախ չկա։
Մենք վախ չունենք Աստծո ներկայությունի մեջը։ Ոչ թե որ Աստծուց չենք վախենում, այլ հարգում ենք Իրան, բայց ոչ թե որ վախենանք, օ Աստված եկավ, այդամ փախնեմ մետ, այդամ շելթերի մեջ Աստված եկավ, չելնի հիմա թվրտվեմ գետին, ոչ։ Ինչքան Աստծո ներկայությունը թափի մեր վրա, այնքան իր անունը կփառավորվի։ Եթե մենք ուզենանք Աստծուց վախենանք, իր անունի փառավորությունը կապենք տալի։ Հալելույա։ Փառք քեզ Հիսուս ջան։ Փառք քեզ Հիսուս ջան։ Աղոթում ենք, որ քո Սուրբ Հոգովդ լցնես ամեն մեկիս։ Ամեն մեկս պետք ունենք Սուրբ Հոգու լցունությանը։ Ամեն մեկս պետք ունենք, որ դու մեզի դպչես անընդհատ։ Անդադար մեզի դպչես, հիմա, հետո, վաղը, մյուս օրը, մինչև հավիտյանս մեզի դպչի։ Լցրու քո հոգիդ մեր վրա, թափի քո հոգիդ մեր վրա, որ ճաշակենք քո ներկայությունդ նորից էլը, ամեն օր ճաշակենք քո ներկայությունդ, նոր հայտնություններ ունենամ, նոր այցելություն ունենամ, հալելույա, փառք քեզ Հիսուս ջան, հալելույա, թողեք աղաղակենք, աղոթենք, ուզենանք Տիրոջիսը, որ Տերը լսնի մեզի, Հիսուս Քրիստոսի անունով, հակարորամակա իշիկամարո, բրոմամագենդի մեգի կոշիկամատում նորեկի, կլամարաղու կլախետամենի, բրոմադորի կարագալախադախետամինը բիկանամարո եկողրևի շիկամարար, հալելույա, 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 Տեր հաղթություն տուր քո զավակիդ, հաղթություն տուր քո զավակիդ, հալելույա, թող որ ամեն կապանքներ հաղթվի իր կյանքի մեջը եւ ազատվի Հիսուս Քրիստոսի անունով, ազատվի Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա, 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 Հայր Աստված Հիսուս Քրիստոսի անունով, գալիս ենք քո ներկայության մեջ, աղոթում ենք մեր սիրելի քվոր համար քույր Լիդան, որ դպչես իրան, այցելես իրան, այցելիր քո ներկայությունովդ, այցելիր քո զորությունովդ, այցելիր քո դպումովդ, Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա, 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 Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի անունով, օ կանդարամա հաշիլամա, Տերը քո մեջքիդա, Տորը Տերը քո մեջքիդա, օ Տերը քո մեջքդ կպնդասնի, հալելույա, օ կանանա եմաշի կանան, և եկեզի հաղթական կանի, հաղթական կդարձնի, հալելույա, փառք Հիսուսին, համարձակորեն քայլի Տիրոջ մեջ, համարձակ եղի հավատքիդ մեջը, և Տերը քեզի գվարսադրի, հալելույա, հալելույա, Հոգուս լեջնության համար և մատեր բժիշկության ոտքերիս։ հալելույա, Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի անունով, աղոթում եմ ես ոտքերի համար, Հիսուս Քրիստոսի անունով, զորացնես, հալելույա,